Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող բազմաթիվ գանձերի թվում նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները կան։ Դրանք ամփոփված են պահարանաձև, եռաթև կամ աչաձև մասնատուփերում կամ խաչ մասունքարաններում։ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակը հայ առաքելական եկեղեցին տոնում է տարին 4 անգամ։ Այսօր պատվելի սրբի գլխատման հիշատակությունն է։ Այդ առիթով Մայրաթորի գանձատնից հանվեց եւ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի բերվեց սրբի մասունքն ամփոփող 18-րդ դարի խաչ մասունքարանը։ Մասունքները հրաշագործ եւ բուժիչ ազդեցություն ունեն եւ սրբի տոնին դուրս բերվելով գանձատնից զորություն եւ օրհնություն են բաշխում հավատացյալներին։ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմքում սրբի մասունքներն են տեղադրված։ Ըստ Ագաթան Գեղոսի դրանք Կեսարիայից Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է բերել, իսկ առաջին եկեղեցին, որ հայոց հայրապետը հիմնադրել է սրբի հիշատակին, Մշո Սուրբ Կարապետն է։ Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում այսօր տոնական պատարագ մատուցվեց։ Կոնդի Սուրբ Հովհաննեսում տոնական պատարագը Տեր Հարություն Աբեղա Կիրակոսյանը մատուցեց։ Հիսուս Քրիստոսին մկրտողի եւ նրա գալուստն ավետողի Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս եւ Մարկոս ավետարանիչները։ Ըստ ավետարանիչների Հովհաննես Մկրտիչը Հերովդես թագավորին նախատում է նրա վարքի համար, այդ պատճառով ձերբակալվում եւ բանտ է նետվում։ Ապա սիրուհու կամքի համաձայն արքան հրամայում է գլխատել Հովհաննես Մկրտչին։ Սրբի օրինակը մի գեղեցիկ օրինակ է մեզ, որովհետեւ մենք Սուրբ Հովհաննեսի օրինակով Տիրոջ մասին վկայենք եւ կարեւոր է որ մենք մեր ապրած կյանքով, մեր հավատքով ցուցաբերենք, որ իրապես մենք քրիստոնյաներ ենք եւ հետեւում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Մաղթում եմ, որ մենք բոլորը սրբի բարեխոսությամբ զորանանք մեր հավատքի մեջ եւ խաղաղությամբ ապրենք մեր կյանքի օրերը, գոհությամբ փառավորելով մեր երկնավոր Տիրոջը։ Մարգարե, ճգնավոր, մկրտիչ, կարապետ, պաշտելի, մեծ բարեխոս այս պատվանուններով են կոչել մարդիկ Հովհաննես Մկրտչին եւ միշտ աղոթքով, երկյուղածությամբ ու մեծ հավատքով են դիմում մարգարեի բարեխոսությանը։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։